Պարոն Քոչարյան, Պաշտպանության նախարարությունը առաջարկում է կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը, ներկայացվել է համապատասխան նախագիծը, որ նախկին 2 տարվա փոխարեն 26 թվականի հունվարի 1-ից այլևս պարտադիր ժամկետային զինծառայողները պետք է ծառայեն 1.5 տարի։ Ընդդիմությունից եւ տարբեր շրջանակներից, անգամ նաեւ արտախորհրդարանական ընդդիմությունից որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ բանակի թվի կրճատումը Հայաստանի դեպքում անընդունելի է, չնայած օրինակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն պնդումներին, որ Հայաստանի զինված ուժերը գնում են բանակի կերպափոխման ճանապարհով։ Արվում է սա ընտրություններին ընդառաջ որպես այսպես քաղաքացիների մոտ տրամադրություններ փոխելու միտված նախագիծ։ Ուզում եմ անդրադառնանք նախ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասով իրականում ինչ հիմքեր կան, որ 2 տարին պետք է դառնա 1 տարի 8 ամիս, եւ ընդհանուր առմամբ նաեւ այն մեղադրանքները, որոնք հնչում են իշխանության հարցերից։ Բազմաթիվ հարցեր հնչեցրեցիք։ Հիմա սկսեմ բուն բովանդակությունից։ Ես իմ ելույթում էլ քիչ առաջ ասացի, որ ամսի 24-ին, այս ամսվա, նոյեմբերի 24-ին կառավարությունը ազգային ժողով ուղարկել բանակի ծառայության ժամկետի կրճատման առաջարկը։ Եվ մենք այստեղ Պաշտպանության նախարարը հիմնական զեկուցողը կլինի, հարակից զեկուցող կլինեմ ես։ Եվ այնտեղ բոլոր հիմնավորումները կտանք, թե ինչի է միտված այս կրճատումը։ Դուք հիմա հնչեցնում եք, որ սա ընտրություններից ընդառաջ ինչ-որ քայլ է։ Բայց չէ՞ որ կառավարության ծրագիրը երբ որ կազմվում էր 21 թվականին, այնտեղ ընտրություն չկար, չէ՞ 26-ի։ Կառավարության ծրագրի մեջ նշված էր, թե ինչ կերպարանափոխման եւ բարեփոխման միջոցով պետք է հասնենք մեր նպատակին, պրոֆեսիոնալ բանակին իր բոլոր դրսևորումներով։ Եվ հիմա դա անում ենք։ Մոտեցել այդ օրը, որտեվ եթե առաջ մենք մտածում էինք անցքերը փակելու մասին, այսօր մենք մտածում ենք ապագայի մասին եւ խաղաղության օրակարգի մասին եթե խոսում ենք, նշանակում է հիմքեր ենք տեսնում, որ խաղաղության ամեն մի պարգևած մեր օրը պետքա գնան դեպի ռեֆորմներ, որոնք մեզ կտան ավելի ապահով համակարգ, ավելի անվտանգ եւ ավելի մարտունակ բանակի հնարավորություն, ունենալու հնարավորություն։ Այդ դրան է միտված։ Մնացածը թե ընդդիմությունն ասում է հիմնավորումը, կներեք, ընդդիմության մեջ որևէ մեկը ծառայել է զինված ուժերին որպես գլխավոր շտաբի պետ կամ գոնե տեղակալ։ Ինչից ելնելով, ինչ հաշվարկներից թվականակա փոխվում, այո։ Բայց չէ որ այլ ծրագիր էլ ունենք, պաշտպան հայրենաց, որ այդ թվականակը ավելացնում է։ Ուրիշ բան, որ այդ տեմպերը պետքա ավելի զարգացնենք, ավելի ուշադիր լինենք, իսկ որպեսզի դրան դառնա իրականություն, պետքա այս հարցի շուրջ մեր հասարակության մեջ ունենանք լիարժեք համախոհության ներդրում, կոնսենսուս դիլնի։ Հիմա պետքա ընդդիմությունը բան հասկանա, պետքա կամ մտնի բովանդակային, հա, ծրագրի մեջ, երբ որ ասում են գնանք առաջնագիծը նայեք ինչ փոփոխություններ է ենթարկել, բանկաբուտուլկեկը ոնց դարձան ամրոցներ, կամ ասում են գնանք ռազմաարդյունաբերություն, իրենք գալիս են, նայում են, բայց լավ կլինի մեկ-մեկ էլ ողջավորվեն իրենց տեսածով։ Այնպես որ ամեն ինչ գնում է ճիշտ, մնում է խաղաղությունը դառնա անշրջելի։ Այսինքն սա բացառապես միտված է դրան։ Եվ նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու խոստմանը կառավարության։ Ինչ է կոնցեպտը պրոֆեսիոնալ բանակի, պատրաստված զինվոր, պատրաստված սպայակազմ, կրթված, նորագույն սպառազինությամբ, իսկ նորագույն սպառազինությունը դա արդիական է, պետք է դա կարողանաս կառավարես։ Դրա համար կրթական ծրագրերն են փոխվել, նաև կառավարման տեսանկյունից մենք մի շարք օրենքներ ենք ընդունել, օրինակի համար սերժանտական համակարգի ներդրումը, որը ելի մենք լավագույն դեպքում կունենանք 4 տարի հետո, բայց ընդդիմությունը չի ասում, ինչի 4 տարի հետո մենք բանակ չենք ունենա, չէ, պետք է ունենանք, բայց լավ բանակը պետք է լավ կառավարելիության մակարդակ ունենա։ Բոլորը նայում են նատոյական, ոչ նատոյական, չէ որ ամեն ինչ կախված է թե դու ոնց ես կառավարում եղած ռեսուրսներդ։ Կառավարման համար պետք է վերցնել եւ նատոյի փորձը, եւ այլ փորձ եւս, ասենք ոչ նատոյի անդամ, հրեաների փորձը, Իսրայելի փորձը, այլ փորձեր եւս։ Հատուկ նշանակության ստորաբաժանումների էլի բազմաթիվ օրինակներ կա։ Վերջը 44 օրյա պատերազմը մեր աչքերը շատ բացեց։ Հասկանում եք։ Եվ նաև անդրադառնամ եւ խոսեցի նաև զեկուցից իմ նիստի ժամանակ իմ ելույթի ընթացքում նաև զեկուցի մասին անդրադարձ եղավ եւ ես կարծում եմ դասեր քաղել եւ դրանից բխող քայլեր անել ամենաճիշտն է։ Պարոն Քոչարյան, դուք Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ղեկավարն եք եւ ինձ օրինակ հետաքրքրում է, եթե հնարավոր է ներկայացրեք թվային տվյալներ,
Կան արդյոք զինծառայողներ, որոնք իրենց պարտադիր ժամկետային զինծառայության ավարտից հետո փորձում են իրենց հետագա կյանքը, իրենց հետագա գործունեությունը շարունակել կրկին բանակում, այլևս որպես կոնկրետիվ չասեմ 4000-ից ավել։ Բայց դա ընթացք է։ Դուք հիմա մի տարեք ինձ այնտեղ, որտեղ թույլ տվեք ընդամենը ձեր ասած թիվ ասեմ, որտեղ զուգահեռաբար թիվը կրճատվելով պրոֆեսիոնալ բանակի տրամաբանության շրջանակներում կան ծրագրեր, որոնք այդ թիվը բան են անում, ծառայության մեջ եղած մարդկանց տրված է հնարավորություն հետագայում ծառայությունը շարունակել, բնականաբար արդեն լրիվ այլ կարգավիճակում։ 1 տարի 8 ամիս ժամկետը բավարար է արդյոք զինվորական այդ ամբողջական պատրաստվածությունը, այդ ամբողջական փուլը անցնելու համար։ Դուք հիմա նայում եք ծառայության ժամկետի կրճատելը բանակի, հա, մարտունակության վրա կազդի թե չէ։ Հա, այդ հարցն եք ուզում տայիք։ Այո։ Ուրեմն ըստ փորձագիտական համույթի բանակի ռազմական փորձագետների 1 տարի 8 ամիսը բավարար է, որպեսզի հմտություններ ձեռք բերես, մի բան էլ ավել է, մնում այդ հմտությունները ծառայության մեջ կարողանաս դարձնես անշրջելի։ Այսինքն կարող է նաև 1 տարին էլ բավարարել, եթե դուք բանակը տեսնում եք միայն դիրքերի վրա շարված, հա, զինվորներ, դա այդպես չի, բանակը լրիվ այլ տրամաբանություն ունի, իր կարողությունները լրիվ այլ միջավայրում է ձևավորվում եւ իր հարվածային ուժը հեշտ պարտադիր չի որ սահմանի վրա զինվորներ շարված լինեն։ Այդպես չի։ Դու ունեցի այնպիսի բանակ, որը կարա հակահարված տա պաշտպանական բնույթի։ Այդտեղ է խնդիրը։ 1 տարի 8 ամիսը ըստ մասնագիտական կարծիքի եւ գլխավոր շտաբի բավարար է այդ խնդիրները, ուսուցման խնդիրները եւ ծառայության խնդիրները լուծելու համար։ Շատ լավ, բանակի հետ անմիջական առնչություն ունեցող նաև մեկ այլ հարց, Արշակ Կարապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց։ Արշակ Կարապետյանը հենց այն նույն նախարարն էր պաշտպանության, որին նշանակել էր Փաշինյանը։ Եվ հիմա փաստորեն ստացվում է, որ իր ձախողումների, թերացումների, աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով մենք ունեցել ենք բազում խնդիրներ։ Տարատեսակ լուրեր կան, վստահ եմ դուք էլ տեղյակ եք, ովքեր որտեղ են թաքնվում, օրինակ, նրա մասով խոսում են, որ Ռուսաստանն է, նրա Միհրան Պողոսյանի։ Մենք կարողանալու ենք գտնել նրան, որ իրավապահ մարմինների հետ է գործում։ Չէ, դուք ասում եք Արշակ Կարապետյանին նշանակել է Փաշինյանը, հիշեցնեմ ձեզ, որ նույն Արշակ Կարապետյանին հեռացրել է նույն Նիկոլ Փաշինյանը։ Ես կարամ տասնյակ այլ երկրներից մեր մոտ, որ նշանակումներից հետո եթե թերացում կա հանվում են, եթե կան այլ խնդիրներ քրեական օրենսգրքի հետ կապված, խնդրեմ, ուրեմն հետապնդում է նախաձեռնվել, դուք ճիշտ եք ասում, նա գտնվում է Ռուսաստանում, եւ շատ շատերը Հայաստանը լքել են գնացել Ռուսաստան, որտեղ բոլորը ունեցել են Ռուսաստանի քաղաքացիության հնարավորություն։ Կար ես չեմ բացառում Արշակ Կարապետյանն էլ կարող ունենա։ Արշակ Կարապետյանը, ասենք անձամբ ին, որ 7 տարի ղեկավարում է հանձնաժողովը, այդ կադրային համակարգը պատկերացնող որպես մարդ, ցանկալի էր, որպեսզի այդ բայց մի օրսեք Արշակ Կարապետյանին քարորա քննիչ հանձնաժողովի ժամանակ 2 անգամ քննիչ հանձնաժողով արձակնել է։ 2 անգամ, նաև իր ընտանիքի հետ կապված հարցերով, բիզնես հետաքրությունների եւ այլն։ Բայց Արշակ Կարապետյանը ունեցել է ծառայություն տարբեր ժամանակաշրջաններում, դարձել է Բարսաշյան, հետո իրան հանել են, նախին իշխանություններն են առաջ անգամ հանել։ Բայց տալել է Ռուսաստան որպես կցորդ։ Հետո ճակատագիրը այնպես եղել, որ 18 թվին տեղի ունեցել Հայաստան փոփոխություններ եւ ինքը շատ ճկուն խորամանկ, այսպես հմտություններով օժտված անձնություններով կարողացել է, ասես Սողոսկի նորից զինված ուժեր ինչ որ կարգավիճակով։ Բայց Փաշինյանը դրել է, Փաշինյանը հանել է։ Հենց այնպես չի հանել։ Բայց կարևորագույն ստրուկտուրա։ Նայ պարոն Փաշինյանը Չեք իմացել նախապես արդյոք որ օրինակ Արշակ Կարապետյանը կարող է ունենալ երկքաղաքացիություն։ Լսի, ուշադիր լսի, լավ հասկացա։ Արշակ Կարապետյանին ոնց դրվել է, այնպես էլ հանվել է։ Դա բավարար է։ Թե ինչ է եղի ունեցել, որ հիմա հետախուզում է, դա արդեն այլ խնդիր է։ Քրեական օրենսգրքում է։ Մարդիկ կարան սխալ բնել։ Ես էլ ներքին գործերի երբ որ անփորձ փոխնախարար էի 90 թվականին 2700 փոփոխություն ամառը, ինչ բոլորը հաջողված էին։ Բոլորի մեղքով էր, կան իրողություններ, որոնք նաև բերում են որոշակի պատկերացումների եւ այդ պատկերացումների շրջանակում փոխությունները մարդն էլ է փոխվում։ Հիմա մենք ունենք քաղաքական նախարար, եւ դա ճիշտ է, քաղաքական պատասխանատվություն է, պարոն Պապիկյանը։ Եվ դրա համար ռեֆորմները օր-օրի ավելանում են։ Արշակ Կարապետյանի ինչ ռեֆորմ։ Հիմա Արշակ Կարապետյանը գտնվում է հետախուզման մեջ։
Ինչպես Միքայել Հարությունյանը, ինչպես Վիգեն Սարգսյանը, էդ էլ Նիկոլ Փաշինյանը չի դրել։ Մեր պաշտպանության նախարարները փախնում են։ Պետք է հայտնաբերել բերել Միքայել Հարությունյանին մարտի 1-ով, Վիգեն Սարգսյանին կոռուպցիայի հարցերով, Արշակ Կարապետյանին ամեն ինչով։ Դրանք մեր նախարարներն են։ Կարծում եք Ռուսաստանի իրավապահ համակարգը կարտավորել։ Ես չեմ կարծում, մենք պարտավոր ենք, գլխավոր դատախազությունը պարտավոր է դիմի, կստանանք պատասխան, որ կորոշենք։ Երբ կլինի այդ պատասխանը։ Ինձ եք հարցնում։ Երբ որ հարցազրույց կվերցնեք համապատասխան մարմինների ղեկավարներից, այնտեղ այդ հարցը կտակ։ Ես չեմ հետախուզում հայտարարել։ Հետախուզում հայտարարելը ենթադրում եմ քննիչը գլխավոր դատախազության միջնորդությամբ։ Դիանա ջան, ես տեղյակ եմ, որ ինքը Ռուսաստանում է հետո։ Միրան Պողոսյանն էլ է Ռուսաստանում, հայաստանից բոլոր փախստները Ռուսաստանում են։ Պատգամավորն եղել նախկինում, բոլորը իմացել որ իրենք Ռուսաստանի քաղաքացի են։ Քաղաքացիություն ճշտել այդքան հեշտ բան չի։ Պետք է Ռուսաստանից այդ տեղեկությունը ստանաս։ Բայց հիմա ներքին գործերի եւ միգրացիոն ծառայություններով լիքը բարեփոխում են կարել, որովհետեւ նման հարցեր չառաջանան։ Չէ՞։ Կասկածներ կան, որ մեր նախկին նախագահը նույնպես ունեցել է այլ երկրի քաղաքացիություն։ Հիմա խնդիրը դրա մեջ չի, խնդիրը որպեսզի մեր Պարսաշյան պաշտոնյաները լինեն երկրի նվիրյալներ, ռուսերեն բառը պատրիոտներ եւ ծառայեն իրենց հայրենիքին, միայն իրենց հայրենիքին, այլ ոչ թե որևէ այլ նպատակների։ Անդրադառնանք նաև սահմանազատման գործընթացին, պարոն Քոչարյան, տեսեք 3 տարուց ավելի է, որ Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովը հայկական կողմից եւ նաև համապատասխանաբար նաև ադրբեջանական կողմը իրականացնում են սահմանազատման գործընթացը, սակայն տեսեք 22 թվականից երևի մեկնարկած այս գործընթացը այս 3 տարվա ընթացքում դեռ սահմանազատվել է ընդամենը Տավուշի 12 կիլոմետրանոց հատվածը եւ ըստ այդ սահմանազատման որոշման հանձնաժողովի որոշման էլ, հայկական կողմից Ադրբեջանին է վերադարձվել 4 գյուղ։ Առաջիկայում նշվում է, որ շարունակվելու է գործընթացը սահմանազատման եւ նաեւ վարչապետ Փաշինյանն է նշում, որ անկլավների օրինակ, նաեւ էքսկլավների հարցը պետք է որոշվի այս հանձնաժողովների համատեղ աշխատանքի արդյունքում։ Ուզում եմ հասկանալ, ինչ է սպասվում նաեւ առաջիկայում այս մասով, հատկապես եթե օրինակ նաեւ կրկին վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ մենք պետք է վերադարձնենք Արցվաշենը։ Այս մասով ինչ իրավական հիմքեր կան սահմանազատում, սահմանագծում ուրիշ բան չկա, ճանապարհը դա է, ճշգրտումներ, գնալ առաջ։ Վրաստանի հետ էլ մինչև հիմա սահմանազատման եւ սահմանագծման խնդիրներ ունենք, արդեն 30 տարի է։ Հիմա դուք այնտեղից մի բան են ասել, ընդդիմադիր մամուլը մի հատ բան է բռնցրել, սկսում է խոսել, ոչ, process-ի մեջ բազմաթիվ հարցեր պիտի ճշգրտվեն։ Վերջին հաշվով Ադրբեջանի զինված ուժերի մի զգալի մաս գտնվում է մեր ինքնիշխան տարածքում։ Դա էլ պետք է սահմանազատման արդյունքում կարգավորվի, պետք է դուրս գան։ Մենա ամեն ինչի որ կրակելով է միշտ լինում։ Կրակելը պետք է լինի, երբ որ բոլոր հարցերը հնարավոր չի լուծել։ Հիմա Բայրամովը ինչ ասել, մյուսը ինչ ասել, անկլավների հարց այս պահին ես գիտեմ որ չկա։ Բայց վարչապետն էլ այսօր ճեպազրույցում ինչ ասես, ինքը անկլավները գոյություն ունեն եւ այդ հարցը կարա արկախված լինի։ Կա չէ, եթե անկլավ կա, նշանակում է խնդիրը կա, ասենք չկա։ Բառացի հայտարարել է Փաշինյանը։ Որ ինչ։ Որ Արցվաշենը, հայկական Արցվաշենը պետք է վերադարձվի։ Շատ լավ։ Որ process-ի արդյունքում սահմանազատման, վերջ, այդ process-ը հիմա ակտիվ փուլում է թե չէ։ Գործընթացը ընթանում է համենայն դեպս Մհեր Գրիգորյանի գրասենյակը։ Այո, գրասենյակները կան, բայց ես գիտեմ, որ իրանցից հետո պետք է շարունակություն ստանա, որ ուղղությամբ կգնա, որտեղ պետք է ավարտես, որտեղ վիճելի հարց չկա, հետո գաս ամենա բարդ խնդիրներին մոտենաս, որ անկլավներն են։ Տիգրանաշենը օրինակ վերադարձվել է Ադրբեջան։ Ես չեմ կարող ասեմ, մի հատ գնանք, ապրենք, հասնենք այն օրը, երբ որ խաղաղության օրակարգ մեր կողմից ցանկալի, այդ process-ների մեջ վստահության ամբողջ համակարգը կկայանա, եթե մենք գնում ենք հեշտ լուծվողից դեպի բարդ լուծումներ պահանջող հարցերին մոտենանք, որի մեջ նաև անկլավներն են։ Մենք էլ Արցվաշեն ունենք, իրանք էլ ունեն, բայց տարածքային առումով իրանք հավասարազոր են։ Հիմա կարող է փոխանակման ճանապարհով է գնում այս ամբողջը։ Դուք ինչ գիտեք։ Բանակցությունների արդյունքում կարող է եւ այս ամբողջ ունեն նույն նշանակությունը տարածքային։ Լսի, ռազմական առումով ես ասում, Դիանա ջան, թե այլ։ Լսի, ռազմական առումով դրանք կարող է տարբեր արժեքներ ունենան։ Ես բացատրում եմ, այդ հարցերը կլուծվեն միայն
բանակցությունների միջոցով։ Շապետը հայտարարում է, որ նույն այդ էքսկլավների հետ կապված, որ պետք է օրինակ Ադրբեջանը ներկայացնի իրավական հիմքեր, իրավական փաստաթղթեր։ Շատ լավ, ասացիք Միքայել։ Այո, դուք ճիշտ եք։ Այդ բոլորը աշխատանքի արդյունքում պիտի հայտ գանել, ինչ ասեմ։ Ներկայացրել է։ Ես չգիտեմ, բայց դա խիստ պահանջ է, դա պետքա լինի, առանց դրա, առանց հիմքի, առանց փաստաթղթի։ Դու ո՞նց ես շարժվում առաջ։